Տարին, որն ամփոփում ենք այսօր, լի էր փորձություններով, լուրջ մարտահրավերներով եւ պատասխանատու որոշումներով։ Իրավական պետության ամրապնդման ճանապարհին յուրաքանչյուր օր պահանջում էր հետևողականություն, մասնագիտական նվիրում եւ սկզբունքայնություն։ 2025 թվականը բացառություն չէր նաեւ իրավապահ համակարգի համար։ Քրեական վարույթների աճ, ծանրաբեռնվածություն, նոր իրողություններ եւ օրենսդրական փոփոխություններ։ Այս ամենի պայմաններում քննչական կոմիտեն շարունակել է իր հիմնական առաքելությունը, ապահովելով արդարադատության ժամանակին իրականացումը, վերականգնելով տուժողների խախտված իրավունքները եւ պաշտպանելով պետության շահերը։ Ինչ մարտահրավերների է բախվել կառույցը, ինչ աշխատանք է կատարվել եւ ինչ բարեփոխումներ են սպասվում առաջիկայում, ամփոփում է Երևանի քննչական վարչության պետի տեղակալը։ Կարևոր մարտահրավերներ, իրողություններ, որոնք քննչական կոմիտեն ապրեց 2025 թվականի ընթացքում բազմաթիվ էին, բայց զուգահեռ այս ամենին արդարադատության ժամանակին իրականացումը, տուժողների իրավունքների վերականգնումը եւ պետության շահերի պաշտպանությունը մնում են կառույցի աշխատանքների գերակայության շրջանակներում։ Երևանի քննչական վարչության պետի տեղակալը ամփոփելով տարին անդրադարձավ նախատեսվող բարեփոխումներին, ընդգծելով, որ քննչական կոմիտեն պատրաստ է դիմակայել առաջիկա մարտահրավերներին, պահպանելով իր մասնագիտական հավատարմությունն ու սկզբունքայնությունը երկրի իրավական համակարգում։ Հայաստան Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը հաշվետու ժամանակահատվածում, մասնավորապես վերջին 11 ամիսների ընթացքում ընդհանուր վարույթ է իրականացրել շուրջ 35000 քրեական վարույթներով, որոնցով արձանագրվել է շուրջ 12000-ով դատավարական ավարտներ։ Մասնավորապես տվյալ տարվա շրջանակներում եւ առհասարակ նախորդող 2 տարիների ընթացքում քրեական վարույթների քանակի աճի համար հիմք է հանդիսացել 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, որի տրամաբանությունը հանգում է նրան, որ յուրաքանչյուր ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ ներկայացված պաշար հաղորդման առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու իմպերատիվ պահանջ է նախատեսվել։ Հաջորդ հանգամանքը, որը հաշվետու ժամանակահատվածում նպաստել է քրեական վարույթների աճին, դա հանդիսանում է նաև քրեական օրենսգրքում 2025 թվականի հուլիսի 3-ին ՀՕ 246/Ն օրենքով կատարված փոփոխությունը, որը փոփոխության է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածը։ Նշված հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանում իրավունքի զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում վարելու դեպքերի համար, իսկ նշված փոփոխությունով նա ավելացվել է նաև տրանսպորտային միջոցներ վարելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից, որը նախորդ տարվա ընթացքում ենթարկվել է անպատասխան օրենքով սահմանված պատասխանատվության։ Նշվածով պայմանավորված հաշվի առնելով այս օրենսդրական փոփոխությունը ավելացել են նշված հոդվածով քրեական վարույթների նախաձեռնման քանակը։ Այս հանգամանքը ոչ միայն պայմանավորված է օրենսդրական փոփոխությամբ, այլ նաև կրում է որոշակի սոցիալ-իրավական, այսինքն քաղաքացիական հասարակության իրավընկալունակության հետ։ Մասնավորապես դատական պրակտիկայի ուսումնասիրությամբ կարելի է արձանագրել, որ գրեթե բոլոր դեպքերում նշված քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի առաջին մասով անձանց նկատմամբ որպես հիմնական պատիժ դատաների կողմից նշանակվում է մեծամասամբ տուգանքի ձևով պատիժ, այսինքն անձին դա ընկալում են ոչ թե քրեաիրավական ներգործության միջոց, այսինքն քրեական դատապարտման վերաբերյալ իրավական գործընթաց, դրա բոլոր բացասական հետևանքներով, մասնավորապես դատվածություն եւ այլն, այլ ընկալում են որպես վարչական պատասխանատվություն, որը ինքնին հետագայում հանգեցնում է նաեւ նույն անձանց կողմից կրկնահանցագործությունների կատարմանը։ Տարվա ընթացքում արձանագրված քրեական վարույթների աննախադեպ աճը մեր զրուցակցի պնդմամբ պայմանավորված է եղել օրենսդրական եւ օբյեկտիվ պատճառներով։ Այդ ամենին զուգահեռ կոմիտեն եւ Երևան քաղաքի քննչական վարչությունը ձեռնարկել են բոլոր հնարավոր եւ արդյունավետ միջոցները դրան դիմակայելու եւ իրենց առջև դրված խնդիրները արդյունավետորեն իրականացնելու համար։ Քրեական վարույթների ելքերը տրվել են հաշվի առնելով մի շարք աշխատանքային սկզբունքներ, որոնք նախատեսված են ինչպես ներքին կանոնակարգվող իրավահարաբերությունները սահմանող նորմերով, այնպես էլ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նորմերի սկզբունքների պահպանմամբ։ Որպես գործ
Գործունեության հիմք ընդունվել է քրեական վարույթներով համակողմանի, լրիվ, օբյեկտիվ եւ հնարավորինս արագ նախաքննության իրականացումը եւ քրեադատավարական ավարտների արձանագրումը։ Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը առաջնահերթ դիտարկել է տուժողների խախտված իրավունքների հնարավորինս ամբողջական եւ ողջամիտ ժամկետներում վերականգնելը, պետությանը պատճառված վնասի անխտիր վերականգնումը, այդ համատեքստում ենթադրյալ հանցավոր դեպքերին եւ դրան հաջորդող քրեիրավական ներգործության օպտիմալ ժամկետներում վրա հասնելու հանգամանքները։ Երևան քաղաքի քննչական վարչությունը հնարավորություն ունեցել քրեական վարույթների նշված քանակի պայմաններում արդյունավետորեն կատարել առջև դրված խնդիրները։ Դրան նպաստել են նաև ըստ էության տվյալ Երևան քաղաքի քննչական վարչության եւ դրա կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացված քրեական վարույթներով անմիջական վերադասության, ինչպես նաև վարչության ոլորտ համակարգող տեղակալների կամ անմիջապես վարչության պետի անմիջական հսկողությունը, որոնք հիմնականում դրսևորվել են պարբերաբար քրեական վարույթներով առաջնահերթության կարգով քննարկման ենթակա հարցերը տեղում քննարկելու, ամենօրյա կապի միջոցով քրեական վարույթներով կոնկրետ ընթացներ որոշելու, նախաքննությունը պլանավորելու եւ իրականացնելու եղանակներով, բացի այդ բազմաթիվ խնդրահարույց, բարդություն ներկայացնող բազմադրվակ կամ լայնածավալ քննչական եւ վարույթային այլ գործողություններ ենթադրող վարույթներով ի սկզբանե քննությունը պլանավորվել է վարչության պետի կամ համապատասխան ոլորտ համակարգող տեղակալի մոտ, պլանը հաստատվել է, իսկ հետագա շրջանակներում անհրաժեշտության դեպքում վերանայվել եւ ըստ դրա նոր հանձնարարականներ են տրվել։ Պարբերական հսկողության տակ են գտնվել հատկապես հանրային հնչեղություն ունեցող, հանրային զգայունության որոշակի ասպեկտներ շեշտադրող քրեական վարույթները, որոնք եւ վերահսկվել են անմիջական ստորաբաժանման ղեկավարության, ինչպես նաեւ Երևան քաղաքի քննչական վարչության, այնպես էլ կենտրոնական մարմինների կողմից։ Քրեական վարույթներով նախաքննության ժամկետների ձգձգումը, բացառելու եւ ուշացած արդարադատությունը վերականգնելու խնդիրները մշտապես քննչական կոմիտեի ղեկավար անձնակազմի ուշադրության կենտրոնում են։ Կարևոր արձանագրում է նաեւ տարվա ընթացքում այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը, որն էլ ավելի լայն հնարավորություն է տալիս ոչ միայն բացահայտելու, այլև կանխելու քրեածին տարեր պարունակող հանցագործության տեսակները։ Արձանագրել, որ քրեադատավարական կարգավորումները նախատեսում են քրեական հետապնդման որոշակի ժամկետներ եւ վարույթային ողջամիտ ժամկետներ, բայց ի լրումն օրենսդրական իմպերատիվ պահանջի հնարավորինս ապահովելու արդյունավետ քրեիրավական ներգործությունը եւ ուշացված արդարադատության բացառման սկզբունքը եւ վարչության կողմից եւ առանձին ոլորտ համակարգող տեղակալների կողմից սահմանվել են կոնկրետ քրեական վարույթներով ավելի կարճ ժամկետներ եւ դրսեւորվել է հետեւողականություն նշված ժամկետներում քրեական վարույթներով ավարտները ապահովելու ուղղությամբ։ Այս համատեքստում նաև պետք է ընդգծել հաշվետու ժամանակահատվածում այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը, որը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ նույն տարվա ընթացքում դրսևորվել է շատ բարձր արդյունավետությամբ։ Մասնավորապես խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ իհարկե Հայաստանի Հանրապետության դատախազության հետ, որոնց հետ սերտ համագործակցություն է դրսևորվել հաշվետու տարվա ընթացքում եւ որը հիմնականում պայմանավորված են նաև նշված մարմինների առջև օրենսդրորեն նախատեսված ընդհանրական եւ ընդհանուր նպատակների արկայության հանգամանքով։ Եթե ընդգծելու լինեն, կարող ենք վկայակոչել օրինակ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հաշվետու ժամանակահատվածում շուրջ 1 տասնյակից ավել քրեական վարույթներով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ պլանավորված համատեղ համակցված օպերատիվ հետախուզական, ապացուցողական եւ վարույթային այլ լայնածավալ գործողությունների կատարման դրվագներ, որոնցով բացահայտվել եւ քրեադատավարական գնահատականների են արժանացել նյութապես շահագրգռելու եղանակով հավաքների մասնակցելու դեպքեր, առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների, ապօրինի զենք զինամթերքի, ինչպես նաեւ թմրամիջոցների շրջանառության բազմաթիվ դեպքեր։ Պետք է նաև արձանագրել, որ համագործակցությունը դրսևորվել է նաև ոչ միայն ծանր հանցագործությունների քննության բաժնի, այլ նաև Երևան քաղաքի քննչական վարչության բոլոր ստորաբաժանումների հետ, որի արդյունք կարող է հանդիսանալ հաշվետու ժամանակահատվածում սպանության եւ առողջությանը
ծանր վնաս պատճառելու բացահայտված բոլոր դեպքերը, այսինքն ինչքան այդպիսի դեպքեր արձանագրվել են, հնարավորինս սերմ ժամկետներում արձանագրվել, բացահայտվել է դեպքը եւ ենթադրյալ հանցանք կատարած անձը համապատասխան դատավարական կարգավիճակ է ստացել վարույթի շրջանակներում։ Այս համատեքստում կարող ենք օրինակ ընդգծել վերջին ժամանակներում նաեւ հանրային մեծ հարթակներում լուսաբանված Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերով ավազակության դեպքը, օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ազգությամբ չեչեն աղջկա սպանության դեպքը, տելեգրամյան ալիքների կիրառմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև շորտման դեպքերը, որոնք նույն համագործակցության արդյունքում, ինչպես նաև նախաքննություն իրականացնող մարմինների ողջամիտ, ամբողջական, համագոմանի եւ լրիվ գործողությունների կատարման արդյունքում ստացել են համապատասխան քրեադատավարական գնահատականներին։ Քննչական կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածությունը տարին տարվա վրա ավելանում է։ Մեկ քննիչի վարույթում կարող է լինել 40-ից մինչև 90 քրեական գործ, որը ըստ էության նվազեցնում է քրեական վարույթի անցկացման որակը։ Թեև ստեղծված խնդիրները վարույթն իրականացնող մարմինը պատվով է հաղթահարում։ Նշված փաստը խոշնդոտ չի հանդիսացել Երևան քաղաքի քննչական վարչության կողմից վկայակոչված քանակի քրեական վարույթների ընթացքը լուծելուն։ Մասնավորապես դրանք ոչ միայն ենթարկվել են անմիջական հսկողության եւ վերահսկողության եւ մեր կողմից եւ կենտրոնական մարմնի կողմից, այլ նաեւ դրանց օրինականություն եւ փաստացի դատավարական ելքը հաստատվել է դատախազության կողմից։ Քննության արդյունավետության բարձրացման եւ քննության որակի բարձրացումը, ինչպես նշեցի, հանդիսացել եւ անմիջականորեն պայմանավորված են եղել անմիջական եւ վերադաս անձնակազմի եւ վերահսկողական մեխանիզմների կիրառմամբ, ինչպես նշեցի, դրանց համար հիմք են հանդիսացել պարբերական զեկուցումների կազմակերպումը քրեական վարույթով ոչ միայն անմիջական վերադասության, այլ նաեւ Երևան քաղաքի քննչական վարչության եւ կենտրոնական ապարատին հաշվետվություններ ներկայացնելը, կոնկրետ քրեական վարույթներով զեկուցումներ ներկայացնելը, համատեղ քննության պլանավորումը, մեթոդական հանձնարարությունների մշակումը, հանձնարարումը եւ դրանց իրականացման նկատմամբ աշխարհ հսկողության ապահովումը։ Հարկ է նշել նաև, որ վերջին ժամանակաշրջաններում արձանագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման տարատեսակ հանցանքների կատարման բազմաթիվ դեպքեր, մասնավորապես շորթումների, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման խուլիգանության եւ նմանատիպ այլ դեպքեր, որոնց ուղղությամբ քննությունը ենթադրում է առանձնակի մեթոդիկա, ինչպես նշված հանցանքների բացահայտման եւ քննության նկատառումներից ելնելով, այնպես էլ առհասարակ այլ քրեական վարույթներով ընդհանուր արդյունավետությունը եւ որակը բարձրացնելու նպատակով քննչական կոմիտեի, կենտրոնական ապարատի, ինչպես նաեւ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից բարբերաբար մշակվել են կոնկրետ հանձնարարություններ, մեթոդական ուղեցույցներ այս կամ այն տեսակի հանցանքների քննության եւ դրանով դատավարական արդյունքներ ունենալու ուղղությամբ։ Բարբերաբար կազմակերպվել են դասընթացներ, վերապատրաստման եւ ուսուցողական նպատակ հետապնդող միջոցառումներ, որոնց շրջանակներում քննիչները նախապատրաստվել են կոնկրետ հանցատեսակների քննության կոնկրետ մեթոդիկաների կիրառման ուղղությամբ։ 2026 թվականին քննչական կոմիտեն մի շարք առաջնահերթ բարեփոխումներ կիրականացնի։ Մասնավորապես Երևան քաղաքի քննչական վարչությունը քննության թափանցիկության, թվայնացման, մարդկային ռեսուրսների զարգացման եւ քրեական վարույթների որակի բարձրացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր ներկայացրեց։ Առաջնային հարթությունում է գտնվել իմ կողմից արդեն իսկ վկայակոչված համակողմանի, լրիվ, օբյեկտիվ եւ արագ քննության իրականացումը, ուշացած արդարադատության բացառումը, ենթադրյալ հանցագործության կատարման բոլոր դեպքերը պարզելու, ենթադրյալ հանցանքին ներգրաված բոլոր անձանց հայտնաբերելու, դժողի խախտված իրավունքները վերականգնելու, պետությանը պատճառված վնասը խնդիր վերականգնելու գործելավոճը եւ որպես սկզբունք դա ընդունվել է եւ 2025 թվականի ընթացքում եւ որպես այդպեսին ընդունվել է նաեւ 2026 թվականի ընթացքում, որը ինքնին հանգեցնելու է հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։ Արդարադատության ժամանակին իրականացումը, դժողների իրավունքների վերականգնումը եւ պետության շահերի պաշտպանությունը մնում են գերակայություն։ Նախատեսվող բարեփոխումները, թվայնացումը, թափանցիկությունը եւ մարդկային ռեսուրսների բարելավումը միտված են ոչ միայն վարույթների որակի բարձրացմանը, այլև կոմիտեի աշխատանքների որակի ել ավելի բարձրացմանը։ Արդյունքում քննչական կոմիտեն պատրաստ է դիմակայել առաջիկա մարտահրավերների պահպանելով իր մասնագիտական հավատարմությունը։ Օգտվելով առիթից կցանկանամ շնորհավորել Գալիկ Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ դրանով պայմանավորված բոլորին կմաղթեմ
բեղուն եւ արդյունավետ աշխատանքային տարի։ Այսպիսով քննչական կոմիտեի անընդհատ զարգացող գործունեությունը շարունակում է կարևոր դեր խաղալ երկրում իրավապահ համակարգի կայունության պահպանման գործում։ Չնայած քրեական վարույթների թվի աճին եւ քննիչների ծանրաբեռնվածությանը, կոմիտեն հետևողականորեն իրականացնում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին միջոցներ, ապահովելով արդյունավետ ու օբյեկտիվ նախաքննություն։